Ես որ լսում եմ հիմա ասում են տանց չտվին ուտենք ջուր չտվին, այնքան խորթ է ինձ, ես առաջի անգամ գնացել էի 17 թվին եւ երկար պատրաստվում էի թե ում մոտ ամենալավ ժենգյալով հացը, ասեցին տիկին Գյուլխարայի մոտ ամենալավ ժենգյալով հացը եւ ասին Ստեփանակերտի շուկայի մոտ է ինքը տվաճառակետը։ Եվ այդ շուկայի տարածքում ընկած տիկին Գյուլխարային մանգարի չեմ գիտեմ, մտանք ներս, մի հատ կնոջ հարցրինք տիկին Գյուլխարան որտեղ է, ինքը իր ապրանքը թողեց, ասաց եկեք ցույց կտամ, ու բավական հեռու է շուկայից դուրս են անկյունի վրա մի տեղ է։ Ես ասում ինձ համար խորտ իրականություն է, որտեղ հայկական շուկա որ մտնում ես, ասեն քաշում են քեզ, որ իրաց մոտից մի բան առնես, ինքը իր ապրանքը թողում է, տանում է իր կոնկուրենտի մոտ, որ քեզ ցույց տա, որ ես երբեք չեմ տեսել այն միֆերը իրականությունը, որոնք պատմում են արցախցիների մասին եւ անգամ եթե եղել են այդպիսի իրականություններ, ես միշտ դա ասում եմ մի Երևանյան շենքի մակարդակով դու բազմաթիվ տեսակի մարդկանց կգտնես՝ ժլատ, առատաձեռն, նախանձ, բարեհամբույր, ամեն տեսակ։ Ասում անհնարավոր, գուցե եւ 150,000 հոգու մեջ մի 10 հոգի, 20 հոգի, գուցե ինչ-որ ուրիշ կերպ են վերաբերվել, ուրիշ կերպ են մոտեցում ունեցել, բայց դա չի նշանակում, որ պետք է դա մեղ դարձնել եւ ամբողջ ժողովրդին պիտակավորել, թիրախավորել։